Ինչ է սպասվում Ամերիկայում 2020 թվականի ընտրություններից հետո։ Ամերիկայում իշխանության են բերել Բայդենին, իսկ Բայդենը Ամերիկայի երկրի էլիտայի ներկայացուցիչն է։ Ընտրապայքարում լուրջ խախտումների մասին ես արդեն ասել եմ։ Կարծիք է ստեղծվում, որ Ամերիկայի երկրի էլիտան հաղթել է գլոբալիստներին։ Ապա առաջանում է մեկ այլ հարց. իսկ որտեղ է հաղթել։ Իսկ հաղթել է արդյոք Ամերիկայի երկրի էլիտան։ Եթե իրավիճակին նայենք ընդհանրապես, ապա երկրի էլիտան ավերիչ վնաս է ստացել այդ իր հաղթանակից։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը գլոբալ քաղաքականության շրջանակներում աշխարհի բոլոր երկրների վերակառուցման իրականացման մասին է և բերել է նրանց որոշակի պայմանների։ Խորհրդային Միության վերաֆորմատավորումից հետո, որը չի ավարտվել, քանի որ Ռուսաստանի վերաֆորմատավորումը գնաց ոչ այն ճանապարհով, ինչպես պլանավորել էր գլոբալ էլիտան։ Խորհրդային Միությունը պետք է բարեփոխվեր 1996 թվականին։ Անցնելով վերակառուցման, փոխհրաձգության և արյունալի ավազակային պատերազմի միջով, Ռուսաստանում պետք է քվեարկեին Կոմկուսի օգտին և վերադառնային անցյալ։ Զյուգանովը պետք է փոխանցեր միասնական միութենական պետության կառավարումը Լուկաշենկոյին, բայց այդ մանևրը չկարողացան իրականացնել, և Ռուսաստանը գնաց իր ճանապարհով։ Հենց դա էր պատճառը, որ Միացյալ Նահանգների վերաֆորմատավորումը հետաձգվեց։ Եվ ահա Միացյալ Նահանգների վերաֆորմատավորման հետաձգումը երկրի էլիտայի մոտ տպավորություն էր ստեղծել, որ նրանք ուժեղ են և այդ պատճառով կարող են թալանել ամբողջ աշխարհը։ Եվ ահա եկավ Տրամպը և ասաց, որ մենք պետք է դառնանք ազգային պետություն և դադարենք թալանել ամբողջ աշխարհը։ Եվ այսպես Ամերիկայի երկրի էլիտայի ներկայացուցիչները զանգվածաբար դեմ արտահայտվեցին Տրամպին։ Երկրի էլիտան մտել է գլոբալ քաղաքականություն, որտեղ նրանք ոչինչ չեն հասկանում։ Բայց հարցը այն չէ, թե ով է ղեկավարելու Ամերիկայի պետությունը, այլ հարցը այն է, որ Միացյալ Նահանգները պետք է վերաֆորմատավորվի առանձին պետությունների, իսկ հետո նորից հավաքվի։ Թրամփի և Բայդենի միջև ընտրությունը այն է, որ ուղիները, որով կվերաֆորմատավորվի Միացյալ Նահանգները, ավելի կամ պակաս արյունալի կլինեն։ Եթե Տրամպը կլինի նախագահ, ապա գալիք իրադարձությունների արյունալիությունը ցածր է, եթե Բայդենը, ապա արյունալիությունը գալիք իրադարձությունների բարձր է։ Դա պայմանավորված է նրանով, թե որ շերտերի վրա են հենվում Բայդենն ու Տրամպը։ Տրամպը հենվում է բնակչության աշխատանքային շերտերի վրա, այսինքն մանր ու միջին բիզնեսով զբաղվողների վրա, նրանց վրա, ովքեր աշխատում են գործարաններում կամ պետական կառավարման ոլորտում և այլն։ Բոլորովին այլ սոցիալական բազա է իշխանության համար Բայդենի և երկրի էլիտայի մոտ։ Սա այն մարգինալ մասն է, որը չի աշխատում և իր կառավարումն իրականացնում է իր կամքն ուժային ձևով պարտադրելով, այսինքն բացառապես ապակառուցողական ուժեր։ Նրանք ոչինչ չեն կարող ստեղծել, նրանք միայն թալանում և բռնություն են իրագործում։ Բնակչությունը, որը ընդունակ չէ արարելու, բայց որը միշտ թալանելու, սպանելու է, մի չափի արյունահեղություն է։ Ստեղծագործական մասը դա արյունահեղության այլ չափ է։ Գալիք իրադարձությունների արյունահեղության չափը սկզբունքորեն տարբեր է, կհաղթի Տրամփը, թե Բայդենը, բայց միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների ապագայի համար ոչ մի տարբերություն չկա, հաղթում է Բայդենը, թե Տրամպը։ Միացյալ Նահանգները դատապարտված են վերաֆորմատավորման։ Թրամփին փոխարինելու եկավ Բայդենը, որին նույնպես առաջ էր տարել գլոբալ էլիտան, քանի որ հենց այդպիսի թեկնածու, հենց այդպիսի նախագահ էր պետք երկրի էլիտայի հաղթանակի դեպքում։ Գլոբալ էլիտան նրան էր աջակցում երկրի էլիտային լիակատար վարքաբեկման համար։ Գլոբալ էլիտան գործում է այն սկզբունքով, երբ գործը մոտենում է փլուզմանը, պետք է հեռացնել սեփական գլուխը
և դեմ տալ ուրիշի գլուխը։ Եթե ընկերությունը սնանկանում է, ապա ով պետք է պատասխանատու լինի ընկերության կործանման համար։ Ոչ թե նա, ով հանգեցրել է կործանման, այլ նա, ով պատասխանատու կլինի կործանման համար։ Եթե երկիրը փլուզվում է, ապա դուք պետք է տեղադրեք այն անձին, ով պատասխանատու կլինի կործանման համար։ Այն կլանային կորպորատիվ խմբավորումները, որոնք դիմակայում են Թրամփին, կազմում են Միացյալ Նահանգների էստեբլիշմենտի հիմքը, և նրանք շատ են։ Նրանք կառավարում են գործընթացները աշխարհում, նրանք թալանում են բոլոր երկրներին ռազմական բազաների առկայությամբ և այլ երկրներին ու ժողովուրդներին կառավարման միջոցով։ Երբ Միացյալ Նահանգները ժանդարմ էր, երկրի էլիտան իր կադրային բազան ձևավորում էր ամենուր։ 5-րդ շարասյունը Ամերիկայի երկրի էլիտայի կադրային բազան է։ Աշխարհի բոլոր երկրներում դավաճանները 5-րդ շարասյան տեսքով ենթարկվում են Ամերիկայի էլիտային։ 5-րդ շարասյան համար իրենց տիրոջ բարեկեցությունը վեր է ամեն ինչից, և 5-րդ շարասյունը ընդհանրապես չի հասկանում, թե ինչ պետք է անի, եթե փլուզվի Վաշինգտոնը, և հետևաբար առանց Վաշինգտոնի նրանք գործունակ չեն, բայց նրանք չեն հասկանում, որ դուրս են եկել գլոբալ էլիտայի դեմ, և այդ պատճառով մեծ ուրախություն է բոլոր երկրներում 5-րդ շարասյան մոտ կապված Բայդենի իբր հաղթանակի հետ։ 2020 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ Թրամփը պետական կառավարման այլընտրանքային հատված ունի, և պետական կառավարման այս հատվածը հիմք դարձավ այն բանի համար, որ Տեխասի նահանգը հայց ներկայացրեց Կալիֆոռնիային, որին միացան մյուս նահանգները, և նրանք կիսվեցին։ Ամերիկան կիսվեց։ Կեսը հանդես եկավ այն բանի օգտին, որ յուրաքանչյուր նահանգ իրավունք ունի չպահպանել Միացյալ Նահանգների դաշնային օրենքներն ու սահմանադրությունը, իսկ Տեխասը պնդում էր, որ նահանգների նման իրավունքը պետք է բացակայի։ Տեխասը և այլ նահանգներ ասում են. եթե մենք ապրում ենք մի երկրում, ապա դա նշանակում է, որ Միացյալ Նահանգների դաշնային օրենքները և սահմանադրությունը միասնական են բոլորի համար։ Դեկտեմբերի 11-ին Վաշինգտոնի ժամանակով Գերագույն դատարանը որոշում է ընդունում, որի համաձայն նահանգներն իրավունք ունեն չկատարել դաշնային օրենքները և Միացյալ Նահանգների սահմանադրությունը, և դեկտեմբերի 11-ից հետո արդեն ոչ մի նշանակություն չունի, թե ով կճանաչվի Միացյալ Նահանգների նախագահ։ Հնչեց կարևորը՝ վերցրեք ինքնիշխանություն այնքան, որքան ուզում եք։ Եվ հիմա հարց է առաջանում, որ այժմ միայն ժամանակ է հարկավոր Միացյալ Նահանգներում կառավարման նոր կենտրոնների օրենսդրական ձևակերպման համար։ Այսօր յուրաքանչյուր նահանգ իրավունք ունի չպահպանել Միացյալ Նահանգների սահմանադրությունը և դաշնային օրենքները, և նահանգները կբաժանվեն։ Այսինքն ըստ էության Բայդենը ոչինչ չի ստացել, նա ստացել է քայքայվող զանգված։ Լավ է թե վատ է, բայց կա մի զանգված, որի հիման վրա կարելի է կառուցել նոր պետական կառավարում։ Ինչպես դա կկառուցվի, արդեն իսկ հասարակության պատմության և ընդհանրապես վիճակի և անձի հարց է։ Միացյալ Նահանգների բնակչության լայն շերտերի համար երկրի էլիտան լիովին լեգիտիմ չէ։ Հիմա հարցը կայանում է միայն նրանում, որ ստեղծել կառավարման նոր այլընտրանքային կենտրոն, ձևավորել նոր կառավարում։ Թրամփն կզբաղվի հենց այդ կենտրոնը կայացնելով։